Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Աստված բնակվում է փառաբանության մեջ։ Մենք ավարտում ենք «Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով» անվանումը կրող շարքը։ Հույս ունեմ, որ այն քաջալերանք էր քեզ համար, և դու գործնական խորհուրդներ ընդունեցիր քո կյանքի ծանրագույն իրավիճակների մեջ Տիրոջից օգնություն և մխիթարություն ստանալու համար։ Սիրելի՛ բարեկամ, այս շարքի վերջին ուղերձի մեջ ուզում եմ խոսել դժվարություններով անցնող մարդու մի կարևորագույն որակի մասին, որը չափազանց թանկ է Տեր Աստծու համար։ Մարդու սրտի մի վիճակ կա, որն ուղղակի ցնցում է Աստծու սիրտը։ Տեր Աստծու համար թանկ է մարդու երկրպագությունն ու փառաբանությունը, սակայն մեր երկրպագության գոհությունը հատկապես արժեքավոր է, երբ այն տեղի է ունենում մեր կյանքի ծանրագույն իրավիճակներում։ Առաջին հայացքից կարող է հակասական թվալ, թե ինչպես կարող է մարդը գոհության երկրպագություն ուղղել առ Աստված, երբ անցնում է դժվարություններով։ Մարդկանց մեծամասնությունը նման իրավիճակներում մեղադրում է Աստծուն կամ նեղանում Նրանից։ Սակայն Աստծուն ճանաչող և Նրա հետ մտերմություն ունեցող մարդիկ գիտեն, որ Աստված ամեն բան դեպի բարին է շրջելու Իրեն սիրողների համար։ Աստված շատ ավելին է տեսնում, քան մենք։ 34:7 Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ. Նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի։ Իմ անձը պիտի պարծենա Տիրոջով, խեղճերը պիտի լսեն և ուրախանան։ Ինձ հետ մեծարեցեք Տիրոջը, իրար հետ բարձրացնենք Նրա անունը։ Ես դիմեցի Տիրոջը, և Նա պատասխան տվեց ինձ և իմ ամեն սարսափից ազատեց ինձ։ Նրան նայեցին և լուսավորվեցին, և նրանց երեսը չպիտի ամաչի։ Այս աղքատն աղաղակեց, և Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից։ Տիրոջ հրեշտակը բանակ է դնում Իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբեմն մենք կարող ենք անցնել դժվարագույն իրավիճակներով, որոնք ոչ թե Աստված է ուղարկում մեր կյանք, այլ դրանք մեղքով բռնված այս չար աշխարհի մեջ ապրելու հետևանքներն են։ Եվ հենց այս ժամանակ է Աստված ակնկալում, որ մենք ոչ թե չարանանք ու տրտմենք, ոչ թե ընկճվենք ու ապրենք անորոշության սարսափների մեջ, այլ մեր շրջապատի մարդկանց համար դառնանք Տեր Աստծուն Հոգով և ճշմարտությամբ երկրպագող հավատացյալի իրական օրինակ։ Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ։ Ամեն ժամանակ նշանակում է ամեն ժամանակ։ Ամեն ժամանակ նշանակում է նաև նեղությունների ու տառապանքների ժամանակ։ Ամեն ժամանակ նշանակում է, որ ես Հոգով ու ճշմարտությամբ երկրպագելու եմ իմ Աստծուն, անկախ նրանից, թե ինչպիսի իրավիճակներով է անցնում իմ կյանքի ընթացքը։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Տերը բնակվում է Իր ժողովրդի փառաբանությունների մեջ։ Աստծու համար թանկ է մեր տառապանքի մեջ Իրեն ուղղված մեր երկրպագությունն ու փառաբանությունը։ Միայն Տեր Աստծուց իրական երկյուղ ունեցող մարդիկ կհասկանան այս մեծագույն զոհաբերության իրական արժեքը։ Մեր սրտից բխող գովաբանությունը և մեր շուրթերի փառաբանությունը դեպի մեզ է շրջում ամենակարող Աստծու հոգատար հայացքը։ Քո նեղությունների մեջ մեծագույն օրհնություն կարող ես ընդունել Տիրոջից, երբ հայացքդ կտրես քո կյանքի խնդիրներից, սրտանց փառաբանես Աստծուն այն բոլոր բարիքների համար, որ Նա արել է քո կյանքում, և այն բոլոր հրաշքների համար, որ Նա դեռ անելու է, որպես Իր հայրական սիրո և հոգատարության դրսևորում։ Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ։ Ծանրագույն իրավիճակներում գոհացող սիրտ ունենալը հավատքի մեծագույն դրսևորում է, որի հանդեպ Աստված երբեք անտարբեր չի մնում։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։